Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։ Հաղորդման հովանավորն է Չոլակյան քարոպրակտիկը։ Բարև ձեզ, հեռուստադիտող բարեկամներ, AABC հեռուստաընկերության եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ուղիղ 10 տարի առաջ այսօրը մայիսի ամսին հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում հեռարձակվեց մեր հաղորդաշարի անդրանիկ թողարկումը։ Եվ մեր նպատակն էր ծրագրի միջոցով ներկայացնել մեր անվանի մարզիկներին, մարդիկ, ովքեր իրենց մարզական կարիերայի ընթացքում բազմաթիվ մեդալներ են ստացել, որոնք դարձել են պատմություններ եւ այն վերհիշելու նպատակով ստեղծվեց այս հաղորդումը եւ մոտավորապես 10 տարիների ընթացքում ունեցանք 500-ից ավելի հաղորդումներ, 500 ճակատագրեր, 500 նվաճած պարգևներ, մեդալներ, որոնք հետագայում ոչ միայն մարզաշխարհի ներկայացուցիչները մասնակցեցին հաղորդմանը, այլ նաև մշակույթի, արվեստի, քաղաքականության մեջ հաջողություն ունեցած մեր անվանի հայերը։ Եվ ահա եղել են հաղորդումներ, որոնք պարզապես մոռանալ չի կարելի։ Առավել եւս հիմա, երբ մենք 2 օր առաջ նշեցինք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը եւ ամեն անգամ երբ հիշում եմ թե այս օրերին ինչ հաջողություններ են իհարկե գրանցվել մարզաշխարհում, հիշում եմ 2004 թվականի ապրիլի 24-ը, երբ ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը Թուրքիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Եվ այսօր որոշեցինք իմ լավագույն բարեկամներից մեկի Սարգիս Չոլակյանի ուրեմն ցանկությամբ եւ մասնակցությամբ, ով հովանավորեց այս թողարկումը, ձեր ուշադրությանը ներկայացնենք Մարտին Բերբերյանի մասին պատմող մի մեդալի պատմություն հաղորդաշարի թողարկումը, որը նկարահանվել է մոտավորապես 8 տարի առաջ այստեղ Լոս Անջելեսում։ Կարծում եմ ժամանակավրեպ չէ, ամեն անգամ կարող ենք դիտել այդ հաղորդումը, մեզ մնում է միայն վայելել եւ հպարտանալ հայ մարզիկի այն ձեռքբերումներով, որ տարիների ընթացքում 20 եւ ավելի տարի անցել, բայց մենք ուրախությամբ հիշում ենք ու հպարտանում ենք, որ կերտել են պատմություն, կերտել են մեծ պատմություն, այն էլ ապրիլի 24-ին։ Այնպես որ դեպի առաջ, դեպի մեծ հաղթանակներ, Մարտին Բերբերյան, համեցեք։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, կենտրոնի եթերում վերադարձող ակնթարթներ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մենք կրկին Լոս Անջելեսում ենք։ Հայկական սպորտում կան անուններ, կան հաղթանակներ, որոնք երբեք մոռանալ չի կարելի։ Անկախ նրանից թե այդ հաղթանակները երբ են եղել օլիմպիական խաղերում, աշխարհի Եվրոպայի առաջնություններում, թե Խորհրդային Միության մրցախաղերում։ Կարևորը որ հաղթանակը գրանցվել է եւ այսօր տարիներ անց բոլորս այդ օրը լավ հիշում ենք։ 2004 թվականի ապրիլի 24-ը արդեն հուշում է, որ պատմական օր է բոլորիս համար եւ հենց այդ օրը տարած յուրաքանչյուր հաղթանակ առանձնակի ուշադրություն, առանձնակի ոգևորություն է առաջացնում մարզասերների շրջանում։ Մանավանդ երբ այդ հաղթանակը տոնվում է հենց Թուրքիայում, մրցակիցը հենց թուրք ըմբիշ է լինում։ Այո, Մարտին Բերբերյանը ազատ ոճի ըմբիշը 55 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Անկարայում։ Եզրափակիչ մրցախաղում հաղթելով թուրք ըմբիշին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Այսօր մենք հյուրընկալվել ենք Մարտին Բերբերյանին։ Փոքրամարմին մեր չեմպիոնը արդեն մի քանի տարի է ապրում է Միացյալ Նահանգներում, այստեղ եւ մարզվել է եւ իհարկե մարզում է նաեւ շատ հայ երեխաների։ Մարտին ես ողջավորված եւ համոզված եմ նաեւ շատ հեռուստադիտողներ յուրաքանչյուր հանդիպում, երբ որ մարզիկին ես փորձում բնութագրել, անպայման քո նվաճած տիտղոսների մեջ առանձնացնում է հենց Եվրոպայի առաջնությունը։ Ես ճիշտ նկատեցի թուրք ըմբիշին հաղթելով Թուրքիայում ստիպեցի, որպեսզի նույնիսկ այդ երկրի վարչապետը ոտքի կանգնի մեր օրհներքի ժամանակ։ Եկ վերհիշենք այդ օրը, ինչպիսին էր այն, ինչպես այն բացվեց քեզ համար, ինչ տրամադրություն, ինչ ողջավորություն, ինչ պատասխանատվություն, ինչ ցանկություն կար քո մոտ։ Եկեք դիտենք Գոտեմարտը ուզում ես Վարդան ջան եւ այդ ընթացքում խոսանք։ Խոսենք, մի փոքր դու օրը ինձ միջև Գոտեմարտը, ինչպիսին էր օրը քեզ համար։ Օրը շատ լարված էր ինձ համար, որովհետեւ գիտենք բոլորս դա ինչ օր է, ապրիլի 24 էր։ Եվ լարվածությունը շատ մեծ էր ամբողջ դահլիճում եւ մեկ օր առաջ ես գիտեի, որ Գոտեմարտելու եմ թուրք ըմբիշի հետ։ Եվ այդ երեկոյան իր մարզիչները կային ռուս խոսացողներ, որ երեկոյան եկել են եւ ինձ առաջարկում էին արտվել, փողեր էին առաջարկում, այդպես եւ բնականաբար ես չհամաձայնվեցի եւ բայց լարվածությունը մեծ էր ամբողջ գիշեր չկարողացա նորմալ քնեի, արդեն մարզիչները իմացել էին այդ մասին եւ ամբողջ գիշեր իմ դռան մոտ ման էին գալի, որ նորից երկրորդ անգամ չմոտիկանան, չանհանգստացնեմ, որպեսզի ես քնեմ վերականգնվեմ, բայց թուրք մարզիչները երբ գնացին, երբ ինձ ասեցին, եթե դու փողը չես վերցնում, մենք դա կտանք մրցավարին։ Եվ այդ լարվածությունը իմ մոտ ավելի սկսվեց, որովհետև ես ոչ թե միայն Գոտեմարտելու էի թուրք ըմբիշի հետ, այլ մրցավարի հետ նույնպես։ Այսինքն մի ամբողջ ֆեդերացիա։ Այո։ Եվ փառք Աստծո կարողացա ամեն ինչ անել, որպեսզի այդ հաղթանակը ես ստանալ եւ ուրախացնեմ մեր հայ ազգին։ Լավ, հիմա ուզում եմ քո մեկնաբանությունը ոչ Գոտեմարտ ամբողջությամբ մենք չենք դիտի, կդիտենք վերջին 3 րոպեն եւ կփորձենք հասկանալ ինչ էր ուզում թուրք ըմբիշը եւ ինչ չկարողացավ անել եւ ինչ արեց Մարտին Բերբերյանը։ Դիտենք։ Դիտենք Վարդան ջան։ Սկսվում է երկրորդ խաղակեսը եւ հաշիվը 4-4 է, ասեմ որ թուրք ըմբիշը ընդամենը միավոր չի վերցրել, բայց մրցավարը իրան հասրել է, հավասարացրել է Գոտեմարտը եւ պայքարի մեջ է մրցնում ավելի լարվածություն է առաջացնում եւ նայեք այստեղ մատներից էր բռնել եւ ուզում էր ամեն ինչ անում է որպեսզի միավոր վերցնի։ Ինչ ազգեր մրցավարը։ Մրցավարը չեմ հիշում ինչ ազգեր, բայց որ իր կողմից էր դա փաստ էր։ Հաշիվը 4-4 այստեղ եւ Գոտեմարտն ընթանում է հավասար պայքարի մեջ։ Այստեղ մարզիչները ինչ առաջադրանք էին տվել քեզ։ Առաջադրանքը Ենոքյանն է, չէ՞, հավաքականի մարզիչը, այո, Հրանտ Ենոքյանն եւ իմ անձնական մարզիչը Սամվել Մարգարյանը գտնվում էին այնտեղ։ Հիմա այս դրությունից նրանք բղավում էին, որպեսզի նստեմ եւ չգլորվեմ, եթե գլորվեին թուրք ըմբիշը վերցնում էր 2 միավոր եւ այդտեղ շատ դժվար կլիներ ինձի հաղթանակի հասնել, որտեվ ժամանակը քիչ էր մնում։ Ինչքան ուժ էր չէ դնում այս պահին։ Այո։ Եվ չհաջողվեց թուրք ըմբիշին, նորից կանգնեցինք կանգնած դրություն։ Այսինքն հաջորդը արդեն քեզ էր։ Այո, հիմա Գոտեմարտը Պասության համար փաստորեն թուրքը պիտի չորեքթադրությամբ մնար։ Իսկ դալիճը չէր աղմկում։ Դալիճը աղմկում էր, այո։ Հիմա դալիճը լրությամբ նայում է, որովհետև հաշիվը հավասար է դեռ այստեղ նայեք բոլորը ոտքի կանգնած գոռում են։ Այստեղ նայեք, եթե ուշադիր լինենք, մատկերս իր բերանի մեջ կծումանա, տրիկոսա քաշում եւ ամեն ինչ անում է։
ցույց է տալի, որ ատամներն այո։ Ես պատկերացնում եմ ինչպեսի լարվածություն է այս պայն քո մոտ, չէ։ Այո, լարվածությունը շատ մեծ էր եւ ահա թուրքմիշին դնում են Ընդհանրապես այս դիրքը քո համար հարազատ դիրք է, կարողանում ես իմ ամենաուժեղագույն դիրքերից մեկն է, որպեսզի աշխարհի ամենալավագույն ըմբիշներին ես կարողացել եմ գլորել։ Ասեն գլորում հնարքը շատ լավ է։ Այո։ Այստեղ եւս երկու միավոր էլ, բայց մրցավարը տվեց մեկ միավոր, որպեսզի շատ ես միավորով առաջ չանցնեմ, որ կարողանա թուրքմբիշը գոնը մեկ միավոր հավասարացնի հաշիվը։ Եվս մեկ միավոր էստեղ։ Միավոր չտվեցին։ Հաշիվը հիմա 5-4 օգուտ ինձ է։ Իսկ րոպեն իշքան էր մնացել։ Րոպեն մնացել է մոտ 1 րոպե կամ 50 վայրկյանի չափով, թուրքմբիշը արդեն կորցնելու բան չունի, որ այո, հիմա պաշտպանվելը շատ ավելի դժվար է։ Պաշտպանվելը ավելի դժվար է, քանի որ մեկ միավորը շատ հեշտ կարող եմ ես տալ եւ հավասարացնել հաշիվը։ Նայեք 30 վայրկյան է մնացել 5-4 հաղթում եմ։ Արդեն ոդքեն կանգնել մարզասերները։ Այո, բղավում են, որ ժամանակ չկա, միավոր է պետք։ Նորից դնում են, այո, նորից ինձ եւ մնացել է 20 վայրկյանի չափով 21 վայրկյան։ Այդ 21 վայրկյանը երևի մի տարվա պատմություն է ժամանակը։ Եւ ասեմ, որ այս ներքևի դրությունից ես էլի ինձ ավելի հանգիստ եմ զգնում, որովհետեւ նորից համ լավ գլորում եմ, լավ էլ նստում էի, որ չկարողանային գլորեին ինձի։ Դու պիտի չշարժվես այս ժամանակ, շատ ավելի հեշտ չէ որ շարժվես, թե։ Ես իմ արագությունը որտեղն է դիրքս կարողանում եմ արագ տեղափոխել աջ եւ ձախ, դրա համար չի կարողանում գլորել։ Արդեն թուրքմբիշը նայեք հանձնվել է։ Մնացել է մի քանի վայրկյան եւ նորից մեկ միավոր ինձ տվեցին եւ ժամանակն ավարտվեց։ Հայաստան Թուրքիա 6-4։ Եվ այստեղ դալիճում երբ ձեռքս բարձրացի, արդեն գնում էի վերևից նետում էին ջրային շշեր, ամեն ինչ մեր վրա, բայց այնտեղ միլիցիաները հավաքվեցին եւ մեզի տարան հանդերձարան, որպեսզի հանգստանան։ Մարտին չես մոռանում այսօրը, չէ։ Այսօրը երբ ապրիլի 24-ն է գալի, նորից ոնց են ծննդյան օրը նշում, իմ մոտ այդպիսի տպավորություն է։ Ապրիլի 24-ը Մարտին Բերբյանի երկրորդ ոնց որ հաղթանակ եմ տարել եւ դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, դա չի մոռացվում։ Եվ կարծում եմ նաև հերոստատիտողները նրանք ովքեր քեզ կամ ճանաչում են կամ եթե չեն էլ ճանաչում, երբ որ ներկայացում են ասում են ապրիլի 24-ին հաղթել կրկնակի ոգևորություն, կրկնակի հպարտություն են ապրում եւ նրանց կողքին կա քո նման հրաշք, հրզոր մի մարզիկ։ Հետաքրքիր է, որտեղ է Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը, Երևանում թե բերել ես Միացյալ Նահանգներ։ Չէ, բերել եմ Միացյալ Նահանգներ եւ բոլորը բերել ես։ Այո, կարող ենք դիտել։ Կարող ենք։ Այստեղ կան մեդալներ։ Սա Եվրոպայի չեմպիոնի մեդալն է։ Մի անգամ մեր ձեռքով բռնենք Թուրքիայում նվաճած ոսկե մեդալը, հրաշք, կեցես։ Ուրիշ ինչ մեդալներ ունենք այստեղ։ Ունենք մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Եթե չեմ սխալվում 60 կիլոգրամ քաշեն, չէ՞ այն ժամանակ։ 55 կիլոգրամից ես տեղափոխվեցի 60 կիլոգրամ եւ գրավեցի բրոնզե մեդալը։ Եվ մնացած երիտասարդական տարիների Երիտասարդական այստեղի Կալիֆոռնիայի չեմպիոն եմ դարձել եւ կան մեդալներ, որը մնացել է Հայաստանում, այնտեղ էլ անկյուն ունեմ, որը տենց պահպանվում է։ Դուստրերդ հաճախ են նայում, դեռ չեն պատկերացնում։ Չեն նայում, գցում են իրանց վիզը եւ ման են գալի տանվեր եւ մեծ աղջիկս ասում է, որ պետք է ես էլ չեմպիոն դառնամ։ Կեցես։ Ապրես Մարտին, ապրես։ Շնորհակալություն Վարդան ջան։ Եթե հիշում ես, մենք հենց վերադարձից անմիջապես հետո մենք հաղորդում կազմակերպեցինք եւ մենք միասին մի հրաշալի պես մարզական երեկո անցկացրեցինք ոգևորված բոլորս եւ նաեւ սպորտային ղեկավարներն են, չէ՞, ոգևորված։ Այո, բոլորը։ Ինչ ստացար։
Ստացա Նիվա Մագնիշի ավտոմեքենա եւ պետական պարգև դրամական։ Մեքենան հենց օդանավական։ Օդանավականում, այո։ Կարծում եմ այն մարզիկները, ովքեր ստանում են բարձրագույն պարգևներ, անպայման միշտ ուշադրության են արժանանում մեր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գրեթե միշտ այն մարզիկներին, ովքեր հաղթանակած վերադառնում են, միանշանակ արժանանում են նման բարձր պարգևների։ Նա ոչ թե միայն իր ֆիզիկական ուժի կամ տեխնիկական հնարավորությունների միջոցով հաղթեց ինձ թվում է այդ պայքարը, այլ ավելի այդ հայ հոգիով իմանալով, որ ինքը ոչ թե միայն իր անձն էր ներկայացում այդ բանը, բայց լրիվ ազգին բարձրացավ առաջի անգամով հայոց դրոշը երկեց մեր հիմը Թուրքիայի հողում այդ ապրիլի 24-ի օրին 2004 թվականին եւ բոլորս էլ շատ հպարտ ենք Մարտինով իր լրիվ հաջողություններով սպորտի մեջ, բայց միևնույն ժամանակ ես իր ընտանիքը եւ իր անձը ճանաչելով կարող եմ ասել, որ նա միևնույն ժամանակ շատ հիանալի անձնավորություն է։ Հաղորդման հովանավորն է Չոլակյան քարոպրակտիկը։ Օլիմպիադա ինչի չստացվեց քո մոտ հաղթել։ Ինչ-որ մի բան խանգարեց, թե Օլիմպիական խաղերը կարելի ասել երկու օլիմպիական խաղեր մրցավարների, ես չեմ սիրում որ ասում են մրցավարների պատճառով, բայց մրցավարների պատճառով ես պարտվեցի, բայց 2008-ին ես իրոք պարտվեցի, երևի չստացվեց, բայց շատ լավ մարզավիճակում էի, բայց 2008-ին իմ պատճառով չստացվավ գոտեմարտը եւ 3 օլիմպիական խաղ։ Այո, 2000, 2004 եւ 2008 թվականներին։ Մարզական կենսագրության մեջ տարիները անմոռաց են։ Անմոռաց են, այո։ 3 օլիմպիական խաղերը շատ բարդ է կարողանալ մնալ մարզավիճակի մեջ եւ գոտեմարտել այդքան։ Դու շուտ թողեցիր սպորտը, քո կարծիքով։ Սպորտը թողեցի 26 տարեկանում, կարելի է ասել այո, շուտ էր։ Շուտ էր, կարելի էր մի 2-3 տարի գոտեմարտել։ Ինչը խանգարեց։ Ինչը խանգարեց, երևի տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, ամուսնացա, ստացա ծնկի վնասված եւ այդպես ոնց որ չստացվավ եւ կամաց թողեցի։ Միացյալ Նահանգներում ես որքան տեղեկացա, այստեղ նաեւ ակումբային առաջնության ես մասնակցել, չէ՞, եւ հիմա նաեւ որպես մարզիչ ես աշխատում։ Հիմա մարզիկ էլ չես։ Մարզիկ չեմ, որովհետեւ ծունկս վիրահատեցի եւ նոր կարողանում եմ գոտեմարտել անել եւ նոր վերականգնողական աշխատանքներ եմ կատարում ծնկային։ Իսկ այժմ մարզչական գործ եմ կատարում եւ երեխաների եւ մեծերի այդ գործի մեջ եմ։ Իդեպ մենք առավոտյան եղանք Glendale Fighting ակումբում, այնտեղ քո մարզումները տեսանք ոչ ըմբիշների հետ, այլ ավելի շատ մարտեր առանց կանոններ անցկացնող մարզիկներ, որոնց շատ կարևոր նաև ըմբշամարտը։ Դա հատուկ հրավերք էր, ինչպես այստեղ ասած private դասեր է իրենց։ Այո, private դասեր, հատուկ դասեր է անցկացնում, որ կռվողները շատ իրենց առաջինը պետք է ըմբշամարտը լինի, որ մոտև նայելիս բոլորը ըմբիշներ են հաղթողները եւ նրանք ուզում են որ իրենց ըմբշամարտը շատ լավանա այդ խմբում կային ոչ միայն հայեր կան ամերիկացիներ մեքսիկացիներ բոլոր միայն տղաներ աղջիկներ եւ այդտեղի տղաները ոչ միայն ասենք խառը կռիվ են եւ մասնակցում են մութայի քինգբոքսի մրցում են բայց իրենց հիմնականը լինելու է խառը մենամարտի մեջ են լինելու դրա համար ըմբշամարտը իրենց համար կարեւոր է Այսօր նրա կատարած գործը ավելին է, քանի որ այդ հայկական հոգին, այդ գիտելիքները փոխանցելով մյուս երիտասարդներին, բոլորն են ձգտում լինել լավ սպորտսմեն, հաղթող եւ կատարել այն ամեն ինչ, որ ստացել են մարզիչը։ Իսկ Երևանի հետ քո կապը այս պահին միայն գալուց հետո թե ընթացքում մասնագիտական ինչ-որ հարցեր օգնել ֆեդերացիային ընկերներին
Չէ, մասնագիտական հարց օգնել, ինչ խնդրեմ լինում այնտեղ զանգում ենք, իրանք են այստեղ զանգում, այստեղի հավաքականի հետ էլ ես կապեր ունեմ, որ գնում եմ հավաքների, իրանք հրավիրում են հավաքների հետ, Ամերիկայի գլխավոր մարզիչի հետ եմ շատ մոտիկ կանչում հավաքների, այս տարի իրանք էին գնացել Ստեփան Սարգսյանի մրցումներին եւ այդտեղ կապը պաշտպանվում է։ Այսինքն երկրի ազգային մարզումներ անցկացնում ես։ Այո։ Հավաքների կանչում են եւ գնում են մարզումներ եմ անցկացնում։ Հեշտ է աշխատել այստեղ։ Հեշտ ասել է մարզիչ է դժվար աշխատելը, ես պատկերացնում եմ որ մարզիչ ավելի հեշտ է քան մարզիկ, բայց քանի որ սկսում եմ մարզիչ աշխատել, ես տեսնում եմ թե իմ մարզիչը ինչքան տանջանք է չարչարվել իմ համար, իմ վրա ինչքան տանջանք է դրել եւ ինչ հոգեբանական ապրումներ է ապրել այդ տարիների ընթացքում։ Գնահատում եմ, այո, իմ անձնական մարզիչ Սամվել Մարկարյանին եւ շնորհակալություն եմ հայտնում։ Ինչով է զբաղված մնացած օրերին։ Միայն մարզադահլիճներ, մարզումներ, թե ուրիշ որևէ զբաղմունք ունես։ Ուրիշ զբաղմունք չունեմ, մարզադահլիճներում եւ շատ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլով եմ զբաղվում։ Ուրիշները բոլորն էլ սիրում։ Այո։ Եվ իմ երեխաների հետ դպրոցից տուն Մարզում ես հայ երեխաների թե օտարներ էլ կան։ Օտարներ էլ կան, բոլոր տարբեր։ Իսկ հայ երեխաները, որ գալիս են մարզումների Կարեն Հարությունյանի այդ մարզադպրոցը, նրանք ծնողներն ասում են ում մոտ եք պարապում։ Ես գիտեմ որ Նշան Մունչյանն էլ է ձեզ մոտ մարզում, հենց Կարենը, դու։ Ծնողներից կան որ շատերը որ բերում են, ասենք երեխաները դեռ փոքր են, չեն ճանաչում թե նրանք պատմում են, բացատրում են թե ով է ձեր մարզիչները եւ նրանք հաճույքով հաճախում են դասերի։ Ոչ միայն հայ, ես ունեմ այնպիսի ամերիկացի եւ մեքսիկ երեխաներ, որ 1 ժամով քշում են հերվից գալիս են, որպեսզի մեր մոտ պարապեն, թե իմ մոտ թե Նշան Մունչյանի մոտ, որպեսզի այդ կարողանան այդ դահլիճում պարապեն։ Նրանք հասկանում են։ Այո։ Մարտին հիշում ես, ով քո ձեռքը բռնած տարավ Մշամարտի դահլիճ։ Ճիշտն ասած, ծնողներս են տարել Մշամարտի մարզադպրոց, Նորայր Մուշեղյանի մարզադպրոցը, եւ այնտեղ երբ գնացի 6 տարեկան էի, ասեցին թե խաղայ կտեսնենք թե ինչ կլինի եւ այդպես շարունակ Մուշեղյանը կարծում եմ լավ հեռանկարներ էր, չէ՞ տեսնում։ Այո։ Նա հասկանում էր որ ըմբիշ է մեծանում, որտեղ Այո, որովհետեւ իմ այսպես արունակից բոլոր բարեկամները մուշեղյանականները եղել են աշխարհի չեմպիոն Սահյուզի եւ մրցանակակիրներ եւ այդպես նայում են որպես իր արունակիցները պետքա լինի մեկը չեմպիոն։ Բանպայման դա հպարտություն նրան, չէ։ Այո։ Դու քեզ հաջողակ համարեցիր սպորտում, թե ոչ։ Կարելի է ասել հաջողակ, ոչ լրիվ հաջողակ, որպես սպորտում պետք է ունենային մի սպորտային ոնց էր ասած բախտ, ոչ լրիվ դա ունեի, բայց կարելի է ասել կյանքում արեցի այնպիսի բաներ, որպեսզի հիմա որ հիշում եմ հաջողակ էր։ Եվ ուրախանում եմ, այո։ Դու ուրախանում ես, մենք նույնպես ուրախանում ենք սիրելի հեռուստադիտողներ, նաև հպարտանում ենք, որ մեր ժամանակակիցների թվում կան նաև ահա այսպիսի մարդիկ, ահա այսպիսի մարզիկներ, որոնք արել են մի քայլ, արել են մի հաղթանակ ու դա ամբողջ ազգի համար եղել է հպարտություն։ Ազատ ոչինչ Մարտին Բերբերյանը կրկին անգամ ուզում եմ հիշեցնել, որ 2004 թվականի ապրիլի 24-ին Անկարայում դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ ստիպեց Թուրքիայի վարչապետին ու հազարավոր մարզասերների մարզադահլիճում ոտքի կանգնել ու ծափահարել մեր ըմբիշի համար։ Ոտքի կանգնած լսել Հայաստանի Հանրապետության օրհներ։ Իմ հյուրը Մարտին Բերբերյանը։ Կհանդիպենք։ Հաղորդման հովանավորն է Չոլակյան քարոպրակտիկը։ Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։
Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում փաունդը ընդամենը $1.99։ Այո, փաունդը 1.99։